Հայաստանին պատերազմ սանձազերծելու մեջ մեղադրողների թիվն ավելացավ եւս մեկով։ Այն պատերազմը, որ տեղի ունեցավ, նախ դա տեղի ունեցավ այն պատճառով, որ հայաստանյան կողմը, ցավոք սրտի պաշտոնական Երևանը փլուզեց բանակցային գործընթացը, որը բերեց պատերազմի։ Անդրանիկ Թևանյանը, նույն ինքը Դոնբասի Անդոն, համալրեց Հայաստանի 3 նախկին նախագահների շարքը, որոնք իրենց տարբեր հարցազրույցներում եւ գրառումներում 2020 թվականի 44-օրյա պատերազմը սկսելու մեջ մեղադրել են Հայաստանին եւ այդպիսով ցուցմունք տվել Հայաստանի Հանրապետության դեմ։ Անկասկած եւ ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունը արեց ամեն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար։ Տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը, պատերազմ սկսելու նախաձեռնությունը։ Իհարկե, կարելի է եւ եթե դիրքավորվում ես ընդդիմադիր դաշտում, նաեւ անհրաժեշտ է քննադատել իշխանություններին, բայց արդյոք դրա համար արդարացված են բոլոր միջոցները։ Չես սիրում իշխանություններին շատ լավ, դեմ ես ներքին ու արտաքին քաղաքականությանը շատ լավ, բայց ինչ հույսով են ընտրությունների գնում այն ուժերը, որոնց թվում է, որ եթե մեղադրես իշխանություններին պատերազմ սանձազերծելու մեջ կգրավես ընտրողներին։ Ակնհայտ է, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը։ Ալիևը մեկ անգամ չէ, որ դա խոստովանել է։ Մինսկի խմբի միջոցով հնարավոր չեղավ հասնել հաջողության, հարցը լուծեցի ռազմական ճանապարհով։ Իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը գտնում է, որ ընդդիմադիրների այս օրակարգը ոչ միայն լեգիտիմ չէ, այլ իրեն սպառած է։ Իմ համար բարձ ես ասեմ, այսօր ընդդիմությանը, որ ասում եք, իմ համար գոյություն չունի ընդդիմություն, պատերազմի հիմքը դրված է շատ շուտվանից, որի մասին ես գրում եմ։ Դրա համար մեղադրել այսօրվանին ես չեմ կարող։ Գալ այդ կեղտի վրա առելի։ Դրա համար ես չեմ կարող ասեմ, էլի։ Այսօր որ իրանք մեղքը առելի է, չէ, հիմքը արդեն դրված է ուրիշ տեղ։ Բազան ամբողջ պարտության արդեն կար։ Բայց գալիս ենք այս պատմության ամենաուշագրավ հանգամանքին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համախոհ եւ գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը ոչ մեկ անգամ է իր հարցազրույցներում խոստովանել, որ պատերազմում հաղթելու հարցում Ադրբեջանին օգնել է Ռուսաստանը։ Արդյոք այս մանրուքը մոռանում են կամ չեն նկատում պուտինասեր ընդդիմադիրները, որոնք օր ու գիշեր քննադատում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները միայն այն բանի համար, որ դրանք ընկվել են Վաշինգտոնում եւ ոչ Մոսկվայում, Պուտինի փոխարեն Թրամփի երաշխավորությամբ։ Արբակ Խաչատրյանը գտնում է, որ տարիներ շարունակ թե նախկին նախագահները եւ թե ընդդիմադիր դաշտում դիրքավորված շատ այլ գործիչներ մշտապես փորձել են Ռուսաստանի հավանությանն արժանանալ, ներկայանալ որպես Մոսկվայի թեկնածու։ Դա այն փորձում անել նաեւ հիմա նախընտրական շրջանում։ Ուրեմն դա ցույց է տալի, թե Ռուսաստանը ինչքան թույլ է։ Բայց ես այդ մարդկանց, քանի որ այսօրվա վարչապետը Հայաստանի կարող է ցանկացած րոպեի խոսալ Ռուսաստանի նախագահի հետ եւ իրար հարցերը լուծեն, դրա համար դրանց մեկնաբանությունները ես լուրջ չեմ կարող ընդունել։ Ակնհայտ է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի իշխանությունների դեմ հիբրիդային գրողները մեծանալու են։ Այդ գրողների մեծամասնության հեղինակը Ռուսաստանն է լինելու, եւ ինչպես ցույց են տալիս վերջին շրջանի իրադարձությունները, Մոսկվան դա անելու է տեղի ընդդիմադիրների միջոցով, բոլորին հատ առ հատ ասելով, թե մեր թեկնածուն հենց դու ես լինելու։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։